14 զոհի 78 վիրավորի մասին են հայտնում իրանական լրատվամիջոցները վերջին 2 օրվա ընթացքում ամերիկյան հարվածների հետևանքով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով վերջին օրերին ամերիկյան ուժերը հարվածել են իրանական ավելի քան 90 թիրախի։ Ըստ Թեհրանի պայթյուններ են եղել երկրի հարավային ափի քաղաքներում, ինչպես նաև Կասպից ծովի ափին գտնվող Գոլեստան նահանգում։ Իրան-Պակիստան սահմանի մոտ էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Ամերիկյան ուժերի թիրախում են եղել հիվանդանոց, 2 նավամատույց, ծովային երթևեկության կառավարման աշտարակ։ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ 3 Բանդար Աբասի և Բուշերի վրա հասցված հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ռազմաօդային ուժերի և նավատորմի 8 անդամ։ Այսօր Իրանի արտաքին գործերի նախարարությունը ռազմական հանցագործություն է անվանել ԱՄՆ-ի վերջին հարձակումները։ 3 Անկարայից վերադառնալիս ԱՄՆ նախագահը լրագրողներին ակնարկել է, որ կարող է Իրանի թիրախում հայտնվել իր օդանավը։ Միշտ նրանց ցուցակում ես առաջինն եմ, բայց եթե ես զոհվեմ, դուք էլ եք զոհվելու։ Թրամփը ստիպված է եղել պարզաբանել լրագրողներին, թե ինչու են իրենց հրահանգավորել փակել օդանավի վարագույրները։ Եթե ձեզ խնդրել են փակել պատուհանները վարագույրով, ուրեմն այդպես են գնահատել իրավիճակը։ Հավանաբար նրանք կարծում են, որ դուք կարող եք վտանգի ենթարկվել այն սրիկաների պատճառով, որոնց հետ ստիպված ենք գործ ունենալ։ Գուցե Իրանը ինչ-որ բան մտածած լինի, դե գիտեք, նրանք հիվանդ մտածելակերպ ունեն։ Թրամփը պետք է հոգեբանի դիմի, այսպես է ԱՄՆ նախագահի վիրավորական արտահայտություններին պատասխանել Հայաստանում Իրանի դեսպանը։ Պարոն Թրամփը ճիշտ կանի, եթե դիմի հոգեբանի կամ հոգեթերապևտի, որովհետև նրա հոգեկան վիճակը շատ ճգնաժամային է։ Հաշվի առնելով Իրано-ամերիկյան վերջին փոխադարձ հարվածները, միթե ստացվում է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը վերադառնում են լայնածավալ ռազմական հակամարտության։ Թրամփը դժվարացել է հստակ պատասխան տալ։ Չգիտեմ, ռազմական առումով մենք արդեն հաղթել ենք։ Քիչ առաջ ինձ զանգեցին։ Շատ են ուզում համաձայնության գալ մեզ հետ։ Ուղղակի վստահ չեմ, արժե նրանց հետ գործարք կնքել։ Կպահեն իրենց խոսքը։ Դա է խնդիրը։ Եվ հետո, եթե ուզում են համաձայնագիր կնքել, ինչու հարձակվեցին մեր առևտրային նավերի վրա։ Սկսեցին խելագար բաներ անել։ Դուրս են եկել վերահսկողությունից, բայց միևնույն ժամանակ ուզում են համաձայնագիր կնքել։ Թրամփի բարձրագոչ հայտարարությունները հերքել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ Իրանի հետ պետք է խոսել ինչպես հավասարը հավասարի հետ, ոչ մի պայմանավորվածություն չի կարող երկար տևել։ Նա սովոր չէ մարդկանց հետ խոսել հավասարը հավասարի հետ, հարգանքով վերաբերվել դիմացինին, ու չի հասկանում, որ Իրանն այն պետությունը չէ, որ գլուխ խոնարհի նման պահվածքի առաջ։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։